Այսօր իրանցի պաշտոնյաները հայտնեցին, որ Թեհրանում երեկվա ահաբեկչական հարձակումների արդյունքում 17 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը վիրավորվել են։ Հետախուզության նախարարության հայտարարությունում նշված է, որ հարձակվողները 5 էին, նրանք իրանցի են, ովքեր հեռանալով երկրից իսլամական պետությանը միացել էին Իրաքում և Սիրիայում, կռվել Մոսուլում և Ռաքայում։ Հայտարարությունում նշված է, որ հարձակվողները վաղուց կապ ունեին վահաբիստների հետ, սուննի մահմեդական պահպանողական այդ թևը մեծամասնություն է կազմում Սաուդյան Արաբիայում։ Հետախուզության նախարարությունը նաև հայտնել է, թե ձերբակալել են ահաբեկիչների 3-րդ խմբին, մինչ նրանք կհասցնեին որևէ նոր հարձակում իրականացնել։ Ոստիկանությունը ևս հայտնել է, որ հարձակումների հետ կապված մի քանի կասկածյալներ են ձերբակալվել։ Այսօր Թեհրանում ուժեղացված է հսկողությունը, զինված ոստիկանները պարեկություն են անում փողոցներում, մետրոպոլիտենի կայարաններում, մարդաշատ այլ վայրերում։ Աշխարհի շատ երկրների առաջնորդներ հայտարարություններ են տարածել, դատապարտել Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը անտանելի է համարել Սպիտակ տան հայտարարությունը և Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի օրենսդիրների նախաձեռնությունը։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իր հայտարարությունում հարձակումների զոհերի կապակցությամբ ցավակցություն էր հայտնել, միաժամանակ նշելով, թե ահաբեկչությանը աջակցող պետությունները կարող են իրենց աջակցած չարիքի զոհը դառնալ։ Իսկ Սենատը 3 առաջ է քաշել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու նախագիծ, պատժելու Թեհրանին բալիստիկ հրթիռների փորձարկումների և Մերձավոր Արևելքում զինված խմբավորումներին աջակցելու և զենք փոխանցելու համար։ Նախագիծը ընդունելու վերջնական քվեարկությունը անցկացվելու է մոտակա օրերին։ Իրանի արտգործնախարարը թվիթերում գրել է. «Անտանելի են Սպիտակ տան հայտարարությունը և Սենատի պատժամիջոցները։ Իրանցիները դիմակայում են ԱՄՆ-ի հաճախորդների կողմից պաշտպանվող ահաբեկչությանը։ Իրանի ժողովուրդը մերժում է ԱՄՆ-ի նման բարեկամական հայտարարությունը»։ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խոմեյնին փորձել է նվազեցնել հարձակումների հետևանքները, նշելով, որ դրանք չեն կարող ազդեցություն ունենալ Իրանի ժողովրդի կամքի վրա։ Նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ հարձակումները Իրանին ավելի վճռական կդարձնեն տարածաշրջանում ահաբեկչության, ծայրահեղականության և բռնությունների դեմ պայքարում։ Ռոհանին միջազգային համագործակցության կոչ է արել ընդդեմ ահաբեկչական սպառնալիքների։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը կոշտ հայտարարություն է արել, երդվելով վրեժխնդիր լինել արյունահեղության համար և մատնացույց արել ԱՄՆ-ին և նրա դաշնակից Սաուդյան Արաբիային։ Թեհրանում 3 առավոտյան կատարված 2 հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը։ Իսլամիստները իրենց հետ կապ ունեցող ինտերնետային կայքերից մեկում խորհրդարանի ներսից հարձակման տեսանյութ էին տարածել։